Շնորհակալություն, պարոն վարչապետ, կրկին գալու ընտրությունների թեմային, ցանկանալի է ձեր արձագանքը ռուս բարձրաստիճան չինովնիկ Կոստանտին Սատուրինյանի հայտարարությանը, թե այն ժամանակ Բաքվի կողմից Սերժ Սարգսյանին խոստացված 5 միլիարդ դոլարը վերցրել եք դուք եւ ընթացքից իրականացնում եք նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջները։ Ըստ այդմ էլ առաջիկա խորհրդարանական ընտրություններին հանդիսանում եք հենց Բաքվի եւ Անկարայի այսպես կոչված սրտի թեկնածու։ Նա նաև հավելել է, նշել է, ձեզ համեմատել է Մավրի հետ, նշելով նաև, որ Մավրը անում է իր գործը եւ Մավրը հեռանալու մտադրություն չունի։ Ըստ այդմ գիտեք, որ սա առաջին դեպքը չի, երբ ռուս տարբեր կալիբրի չինովնիկներ նման հայտարարություններով են հանդես գալիս Հայաստանի գործող իշխանության կամ հայ ժողովրդի հասցեին եւ ըստ այդմ կցանկանայի լսել ձեր արձագանքը նախ Սատուրինի հայտարարության վերաբերյալ եւ դրան զուգահեռ նաեւ եթե այդուհանդերձ վերցրել եք այդ գումարը, ապա որպես Հայաստանի Հանրապետության ղեկավար խնդրում եմ հաշվետու լինել, թե ինչի վրա եք պատրաստվում ծախսել այդ գումարը։ Գիտեք, այս այն դեպքը չի, էլի որ ասում են այս 5 միլիարդը բան չի։ Նկատի ունեմ դա լուսանկար չի 5 միլիարդ, այս 5 միլիարդը ոնց որ նման է մյուս 5 միլիարդին։ Հիմա ասենք օրինակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն 5 միլիարդից ավել է կամ ինչ որ մի ժամանակում 5 միլիարդով ավելացել է։ Այդ 5 միլիարդը ումա նման։ Էլ չեմ ասում տենց տարբեր միլիարդներ։ Երկրորդը այստեղ մի հատ նրբություն կա, որի վրա ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրեմ։ Ընդհանրապես այդ թուրք, Ադրբեջան եւ համատեքստում շատ կարեւոր է, որ այնուամենայնիվ ցավոք սրտի Ռուսաստանում կան որոշակի շրջանակներ, որոնք առաջնորդվում են հետեւյալ տրամաբանությամբ, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի խաղաղությունը ձեռնտու չի իրենց, որովհետեւ այդ դեպքում Հայաստանը կդառնա լիարժեք անկախ պետություն։ Իսկ եթե թշնամանք կա եւ հակամարտություն կա Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, Հայաստանը ստիպված կլինի ավելի ու ավելի մեծ ավելի ամուր գրկել Ռուսաստանին։ Եվ հիմա տեսեք, օրինակ ես շատ մտածում եմ այդ մասին, որ անընդհատ մեր ընդդիմության ներկայացուցիչներն էլ ասում են բան փորձում են ինձ եւ մեզ մեղադրել Թուրքիայի եւ պրո-թուրքականության եւ պրո-ադրբեջանականության մեջ, կարծեմ ամանորյա ուղերձում էլ ես այդ թեմային անդրադարձա։ Տեսեք ինչի մասին է խոսքը։ Մենք այս տարածաշրջանում ենք ապրում եւ մենք ունենք 4 հարևան երկիր։ Այդ 4 հարևան երկրի ով է արդյունավետ ղեկավարը, ով որ ուզում է 4 հարևան երկրի հետ ունենալ լավ հարաբերություններ եւ խաղաղություն, թե նա ով ուզում է այդ 4 հարևան երկրի հետ անընդհատ հրահրի հակամարտություններ։ Եվ որ երկիրն է ավելի անկախ ինքնիշխան զարգացած, նա ով հարևանների հետ ունի բնականon հարաբերություններ, թե ով հարևանների հետ ներքաշված է կոնֆլիկտների մեջ։ Ես ուրախությամբ եմ արձանագրում, որ իմ ասած գաղափարը Ռուսաստանում այն որ Հայաստանին պետք է անընդհատ բան անել, սադրել Հայաստանին Ադրբեջանին, Հայաստանին Թուրքիային, Հայաստանին Վրաստանին, Հայաստանին Իրանին, սադրել ինչ որ հակադրություններ, որպեսզի կախվածությունը կամ մեծանա կամ ի հայտ գա Ռուսաստանից, ես ուրախ եմ, որ այդ տեսակետը շատերը չեն կիսում Ռուսաստանում, համենայն դեպս վստահ եմ, որ իմ գործընկերը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը այդ տեսակետը չի կիսում եւ գիտեմ նաեւ, որ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայել Միշուստինը եւ Ռուսաստանի կառավարության բազմաթիվ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ովքեր համոզված են մեծամասնություն են կազմում Ռուսաստանի վերնախավում, չեն կիսում այս տեսակետը եւ համարում են, որ խաղաղությունը օգտակար է եւ Հայաստանին, եւ Ռուսաստանին, եւ ընդհանրապես տարածաշրջանի երկրներին։ Տեսեք, այսօր ինչ են ասում, ինչ թեզեր կան։ Ասում են մենք կողմ ենք խաղաղությանը, բայց կողմ չեն 29743 քառակուսի կիլոմետրին։ Սա աբսուրդ հայտարարություն է, որովհետեւ եթե կողմ չես
29743 քառակուսի կիլոմետրին, դա նշանակում է, որ հետաձգված թե անմիջապես թե վաղը պատերազմ ես հայտարարում։ Միանշանակ եւ աներկբա։ Երկու կարծիք չի կարող լինել։ Եվ էսա պատճառը ես այդ հարցերին իմ ամանորյա ուղերձում անդրադարձա։ Եվ ես ասացի, ընդ որում, ես էլի եմ ասում, ինչ որ ես հիմա ասում եմ, ես սա չէի ասում 4 տարի առաջ, որովհետև 4 տարի առաջ, 5-6 տարի առաջ, ես առիթ ունեցել եմ ասելու, չէ, որ կարծում եմ, որ Հայաստանում ընդհանրապես կուսակցություն չի եղել։ Եղել է մի կուսակցություն իր մասնաճյուղերով, Հայ հեղափոխական դաշնակցություն, գիծ, չէ, ՀՀՇ գիծ Հայ հեղափոխական դաշնակցություն, ԲՀԿ գիծ Հայ հեղափոխական դաշնակցություն եւ ՔՊ գիծ Հայ հեղափոխական դաշնակցություն։ Ես օրինակ ինչ որ հիմա ասում եմ, եթե մեկը 2018 կամ 17 թվին ասեր, ես էլ նույն կերպ կհարցակվեի այդ մարդու վրա, բայց այդ եմ ասում, իրական Հայաստանի գաղափարախոսությունը այդ թվում նրա մասին է, որ մենք պետք է հասկանանք, ինչ աշխարհը հասկանանք, որովհետև խնդիրն այն է, որ 1830-ական թվականներից մինչև 2023 թվականի հոկտեմբերը կամ մինչև 22 թվականի հոկտեմբերը մենք բոլորս Հայաստանը աշխարհը տեսել է Զատուլինի աչքերով։ Հիմա տարբերությունն այն է, որ մենք որոշել ենք, այդ նրանից չի, որ շատ խելոք ենք, այդ նրանից է, որ կներեք, ոնց ասեմ, որ կոպիտ չէ, ինչի, քթներս առել է, բոլորիս, ձերել միասին, իմ առաջնորդությամբ, այո, բայց ձերել միասին, բայց է շատ կարևոր է, է շատ կարևոր նրբություն է։ Հիմա ինչն է պրոբլեմ, որովհետև Զատուլինը եւ իր տեսակետները կիսող ռուսաստանցիները եւ հայաստանյան ընդդիմության ներկայացուցիչները ընդ որում ասեմ ձեզ, այս ընտրությունները այդ կոնտեքստն է ունենալու։ Քաղաքական ուժեր, ովքեր աշխարհը տեսնում են Հայաստանի Հանրապետության աչքերով, տենց ում ասենք Հայաստանի Հանրապետության, որ անձնավոր ենք էլի, որ կյանքը աշխարհը տեսնում են Հայաստանի Հանրապետության աչքերով եւ ուժեր, ովքեր աշխարհը տեսնում են Զատուլինի աչքերով։ Եվ ընտրությունը հետևյալն է, Հայաստանի քաղաքացիները 2026 թվականին պետք է մի ընտրություն կատարեն, ում տեսածին են իրենք վստահում, իրենց աչքերին են վստահում, թե Զատուլինի աչքերին են վստահում, իրենք համաձայն են, որ մենք էլի մտնենք այն պատմության մեջ, այն պատմության ցիկլի մեջ, որը սկսվել է 1800-ականներին, հեսա կարող եմ ասել մոտավորապես 1850-ականներին եւ ավարտվել 2023-ին, 22-23-ին, այդ ընթացքում ինչ ա եղել։ Մենք հասկանում ենք այն որոշումները, որոնք մենք կայացրել ենք, այն որոշումները, որոնք ես կայացրել եմ, այդ որոշումները մի բանի մասին են։ Ես էլի ուզում եմ ուրախությամբ եւ հպարտությամբ եւ դառնությամբ դա նշեմ, որովհետեւ այս ամեն ինչը շատ ողբերգական իրադարձությունների արդյունքում է տեղի ունեցել։ 2024 թվականի ապրիլին մենք այդ պատմական ցիկլից դուրս ենք եկել։ Մենք դուրս ենք եկել պատմության զոհասեղանին դրված ազգի եւ պետության կարգավիճակին։ Եվ ոտք ենք դրել ազատ, ինքնիշխան, զարգացող, խաղաղ պետության ճանապարհին։ Եվ այդ ճանապարհը անցել ենք եւ ասեմ ձեզ, անցնում ենք սպասվածից շատ ավելի մեծ արագությամբ եւ արդյունավետությամբ։ Հիմա
Այս ընտրությունը ինչի մասին է լինելու 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունը։ Ընտրությունը լինելու է մտնում ենք 1856-ից 53-56-ից 2022-23-ի ուղեցիր, թե շարունակում ենք խաղաղության, ինքնիշխանության, անկախության, պետականության, բարեկեցության, զարգացման, ապաշրջափակման եւ ի վերջո երջանկության ուղեկիցը։ Ուրիշ բանի մասին չի այս ընտրությունը։ Բա ի՞նչ է տեղի ունենում ձեր կարծիքով ինչի համար այս ամեն ինչը։ Հարց է տրվում, ասում է վարչապետի տեխնացու առաջադրվել, ինչ կասեք։ Այդ ամեն ինչը Հայաստանի Հանրապետությունը ապա լեգիտիմացնելու վերջին փորձն է։ Հայաստանի Հանրապետությունը հայտարարագրելու, որպես չպետություն հայտարարագրելու վերջին փորձն է։ Եվ գիտեք ինչ։ Ես կարծում եմ, որ ես գիտեմ ինչ է զգում եւ ինչ է մտածում մեր ժողովուրդը։ Եթե ես չիմանայի ինչ է զգում եւ մտածում մեր ժողովուրդը եւ ինչ է ուզում մեր ժողովուրդը, ես չէի կարող a հայտնվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում եւ b այս ամեն ինչի միջով անցնելով շարունակել մնալ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում։ Եվ թույլ տվեք վստահություն հայտնել, որ իմ նշած բոլոր ուժերը իրար հետ առաջկա խորհրդանական ընտրություններում ստանալու են ջախջախիչ փոքրամասնություն։ Այս ընտրությունների արդյունքում տեսեք ինչա տեղի ունենալու։ Բոլոր նախկին իշխանությունները եւ բոլոր օլիգարխները վերջնականապես եւ անվերադարձ դուրս են շպրտվելու քաղաքական դաշտից։ 2026 թվից հետո դուք այլևս չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող օլիգարխ, չեք տեսնելու։ Եվ չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող, ասենք, նախկին նախագահ եւ այլն, չեք տեսնելու։ 2026 թվականի հունիսի 8-ին մենք բոլորս արթնանալու ենք նոր նրանք ովքեր գիշերը քնելու են իհարկե։ Մենք արթնանալու ենք մի Հայաստանում, ես 1850-1850-ական թվականների մասին ասացի, բայց 2026 թվականի հունիսի 8-ին մենք արթնանալու ենք մի Հայաստանում, որը շարունակում է, որի պատմությունը միանում է այն պատմությանը, որը ընդհատվել է 374 թվին Պապ Թագավորի սպանությամբ։ Այսինքն Հայաստանը եւ հայ ժողովուրդը վերադառնալու է իր օրգանիկ պետականակենտրոն պատմությանը եւ այդպիսով ապահովելու է սեփական պետության հարատեվությունը։